Սա պատմական Ղազիրի գորգն է, որը գործել են հայ որբերը և 1925 թվականին նվիրել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին հայոց ցեղասպանությունից տուժածներին օգնություն ցույց տալու համար։ Գորգը երկար տարիների վիճաբանություններից և Թուրքիայի ճնշումների հետևանքով պահվելուց հետո ի վերջո ցուցադրվել է Սպիտակ տանը։ Գորգը խորհրդանշում է Եդեմի պարտեզները, պարունակում է 4 միլիոն հանգույց և պատրաստվել է 18 ամսվա ընթացքում։ Տեղափոխվենք 20-րդ դարի սկիզբ և վերհիշենք, թե ինչպես և ինչ հանգամանքների բերումով է գորգը հայտնվել Սպիտակ տանը։ 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո հազարավոր հայ որբեր ցրվել էին Մերձավոր Արևելքում և Կովկասում։ Մերձավոր Արևելքի նպաստամատույց ծրագիրն ընդհանուր առմամբ $116 միլիոն մարդասիրական օգնություն է ցուցաբերել միլիոնավոր կարիքավորների, այդ թվում նաև տասնյակ հազարավոր տարագիր հայերին։ Գորգի պատմությունը սկսվել է Ղազիր գյուղում, որն այդ ժամանակ Լիբանանի տարածքում էր գտնվում։ Այդտեղ Near East Relief-ի օժանդակությամբ տեղափոխվել էր 1400 որբ հայ աղջիկ։ Աղջիկներին խնամում էին շվեյցարացի միսիոներ Հակոբ Կունցլերը և նրա կինը Էլիզաբեթը, որոնք հայտնի են որպես որբերի հայրն ու մայրը։ 1920 թվականին Կունցլերները որոշում են որբերին գորգ գործել տալ, նվիրելու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին որպես երախտագիտություն Ամերիկայի ժողովրդին։ Ղազիրում գորգի գործարան ստեղծելը որբերի համար լավ հնարավորություն էր նաև աշխատավայր ունենալու։ Ի վերջո գորգը գործվեց և կոչվեց հենց այդպես՝ Ղազիրի գորգ։ 1920-ականներին գործած Ղազիրի գորգը 1925 թվականին նվիրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին։ Գորգը ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ Սպիտակ տունը մերժեց տրամադրել այն 2013 թվականի դեկտեմբերի 16-ի Սմիթսոնյան ինստիտուտի ցուցահանդեսին Հակոբ Մարտին Դերանյանի նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը գրքի շնորհանդեսին ցուցադրելու համար։ Ամերիկայի հայ համայնքը և մի շարք կոնգրեսականներ իրենց բողոքն էին հայտնել Սպիտակ տան մերժման կապակցությամբ։ Երկար տարիների վիճաբանություններից և Թուրքիայի ճնշումների հետևանքով պահվելուց հետո ի վերջո գորգը 2014 թվականի նոյեմբերի 18-ից 23-ը ցուցադրվեց Միացյալ Նահանգների նախագահի նստավայրի այցելուների սրահում։ Ցուցադրությունը կրում էր «Շնորհակալություն Ամերիկայի Միացյալ Նահանգներին 3 նվեր նախագահներին որպես երախտագիտություն արտերկրում ամերիկյան արտաձեռնության» անվանումը։ Ցուցադրվեցին նաև Սևրիսկա հակը, որը նվիրվել է նախագահ Հերբերտ Հուվերին առաջին աշխարհամարտից հետո Ֆրանսիայում երեխաներին կերակրելու համար, և օրգանական ապակուց պատրաստված ծաղկող ճյուղերը, որոնք նվիրվել են Օբամային ի նշան երախտագիտության Ճապոնիայում 2010 թվականի ավերիչ երկրաշարժից և ցունամիից հետո ամերիկյան աջակցության համար։